Լևոն Միրիջանյան հիմնադրամը ներկայացնում է Հարություն Հայության ազգային էության վերականգնման կարևորագույն նախապայմանը վավերագրական ուսուցողական շարժանկարը Մտահղացումը Մեսրոպյան ուղղագրության վերականգնման կողմնակիցների միավորման Բառը նման է ծառի Եթե արմատը ոչնչացնում են, այն այլևս գոյություն չունի Լևոն Միրիջանյան Ինչպես ցանկացած ծառ, այդպես էլ մեր ազգային ծառը հզոր է նախ եւ առաջ իր արմատներով։ Այդ է պատճառը, որ հայության հակառակորդները բոլոր ժամանակներում իրենց կարևորագույն խնդիրն են համարել կտրել մեր արմատները եւ կտրել մեզ մեր արմատներից։ Հայ ազգային հատկանիշներից կարևորագույնը լեզուն է եւ նրա հիմքն հանդիսացող գիրը։ Առանց լեզվի իմացության ազգային ինքնագիտակցությունը անարմատ ծառ է, դատապարտված անեացման։ Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերը գրվեցին 20-րդ դարի առաջին տասնամյակներում։ Ինքնավարության իրավունք ստանալու նախաշեմին գտնվող Արևմտյան Հայաստանում հայությունն արմատախիլ արվեց։ Հրաշքով պետականություն ստացած Արևելյան Հայաստանը բռնազավթվեց ռուս-թուրքական դաշինքի կողմից։ Թուրքիային հանձնված Կարս Արդահան տարածքում եւ Ադրբեջանի տրամադրության տակ դրված Նախիջևանում հայությունը նույնպես արմատախիլ արվեց։ Իսկ կոմունիստական Ռուսաստանի նվաճած հատվածը վերածվեց վարչատարածքի, որտեղ ազգային խնդիրների վերաբերյալ խոսքն անգամ արգելվում էր։ 1920 թվականին Հայաստանի անկախությունը ոչնչացրած Կարմիր Կռեմլի գործակալները նախ կացնահարելով սպանեցին հայ ազգային պետական գործիչներին, ապա ոչնչացրին Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր զինվորական մասնագետներին, ավելի քան 1000 սպաների։ Հետագա տարիներին բանտերում տանջամա արվեցին հայ մտավորականության կարկառուն ներկայացուցիչները։ Աքսել Բակունց, Եղիշե Չարենց, Զապել Եսայան, Վահան Թոթովենց։ 100 հազարներ աքսորվեցին Սիբիր։ Առանձնահատուկ հարված հասցվեց հայ եկեղեցուն եւ հայոց լեզվի հիմք հանդիսացող Մեսրոպ Մաշտոցից սերվող ազգային ուղղագրությանը։ Մարդկությանն ու մանավանդ հայ ժողովրդին այդքան չարիք պատճառած բոլշևիկները պարտադրում էին ընդունել, թե հայության բարին կամենալով են փոխել հայրենի ուղղագրությունը։ Չհամաձայնվողների հետ բացատրական աշխատանքները շարունակում էր կոմունիստական պատժիչ համակարգը, ՉԿ-ն։ Այսպես 1922 թվականին հայ ժողովրդի 1500-ամյա ուղղագրությունը փոխարինվեց նոր խորհրդային աբեղյանական կոչված ուղղագրությամբ։ Հայերենի գրագիտության ուսումը հեշտացնելու, ընդհանուր կրթությունը բարձրացնելու նպատակով կոմիսարների խորհուրդը որոշեց հնչյունը գրության մեջ ամեն դեպքում արտահայտել ոտառով, հնչյունը գրության մեջ ամեն դեպքում արտահայտել միայն եջ տառով, վյուն տառի փոխարեն վտառը գրել վյուն տառով գրվող բոլոր բառերի մեջ։ Բոլշևիկյան ռեֆորմիստներին ավելորդ էին թվացել հայերենի օ, է եւ վյուն տառերը։ Ոտք բառը գրում էին վ, ո, տ, ք։ Որդին վ, ո, ռ, դ, ի եւ այլն։ Աշխարհում չի եղել կրթական համակարգ, որ գիտության մակարդակը իջեցնի թերոսի մակարդակին։ Ընդհակառակը միշտ թերոսին փորձում էին բարձրացնել եւ հասցնել գիտության ձեռքբերումները այն մակարդակին, որը այդ պատմական այդ փուլում հասցու էր հասարակությանը։
Ինչ վերաբերում է ընդհանրապես գրագիտության, ապա հիշենք, որ հայերեն գրագետ բառը իր մեջ միասնական աշխարհ է պարունակում։ Գրագետ նշանակում է գիր, գիտեցող։ Եթե օտարի մասին կարող ենք ասել, որ այն 10-ից 11-րդ դարերի նորամուծություն է, եւ դրանից առաջ ու հետո արտահայտվել են նաեւ այբ վյուն տառակապակցությամբ, օրինակ այբ վյուն ռ օր։ Ժամանակակից հայերենում այդ գրելաձևն օգտագործվում է հավուր պատշաճի, օրվան վայել դարձվածքում։ Էտառը, որը քրիստոնյա հայերի համար նաև արարչի խորհրդանիշներից է եւ արկա գրեթե բոլոր եկեղեցիներում, երբեք փոխարինող չի ունեցել։ Դա միայն տառի վերացում չէր, դա հայ մտածողությունից հավատի արտամղման փորձ էր։ Ուշագրավ է, որ բազմաթիվ հայկական բառերում էտառը իսկապես խորհուրդ է կրում։ Օրինակ, սեր բառը ի տարբերություն ուտելիք նշանակող սերի, տեր, օրենք, գետ, գիտուն, մեկ։ Պրոլետարիատի դիկտատուրա հաստատելով, ազգային մշակույթների եւ լեզուների բուռն ծաղկումը մեկ երկրի մեջ նպատակ ունի պայմաններ ստեղծել դրանք ոչնչացնելու եւ ձուլելու մեկ ընդհանուր սոցիալիստական մշակույթի եւ մեկ ընդհանուր լեզվի մեջ ամբողջ աշխարհում սոցիալիզմի հաղթանակի ընթացքին։ Յոսիֆ Ստալին, Լենինիզմի հարցերը։ Հետաքրքիր է, որ այն հիմնական առաքինությունները քրիստոնյայի սեր, հավատ, հույս եւ մկրտություն, չէ՞, սեր, հավատ եւ հույսը բոլորը աղավաղվել են սովետական ուղղագրությամբ։ Հայերենի ուղղագրությունը իբր հնչյունականացվեց, դրա հիմքում քաղաքական նպատակադրում կար անպայման, դրանից առաջ արդեն ռուսերենի ուղղագրության փոփոխություն էր եղել, բայց հայերենի եւ հայերենին համարժեք մյուս լեզուների պարագայում սկզբնապես հնչյունականացում, իբր հնչյունականացումի հետ նախատեսված էր, որ շուտով պետք է անցնենք լատինատար այբուբենի, որի մասին 1926 թվականին Մարտակոշ թերթում հայտարարեց Պողոս Մակինցյանը, ասելով, որ եթե մենք լատինատար այբուբենին չպետք է անցնեինք, ապա իզուր էր այդ բարեփոխությունը։ Ուղղագրության հարցը քաղաքական հարց է եւ հայ լեզվի ուղղագրական ռեֆորմի խնդիրը Հայաստանի հեղափոխական իշխանության հերթական խնդիր։ Այս խոսքերի հեղինակը բոլշևիկյան կառավարության լուսավորության կոմիսար Աշոտ Հովհաննիսյանն է։ Այսինքն, խոսքն ամենևին չի վերաբերել գիտակրթական ոլորտին, ինչպես փորձում են մատուցել բոլշևիկյան վայրագությունների մերօրյա փաստաբանները։ Հարց է ծագում. ինչ քաղաքական հեղափոխական խնդիր են փորձել լուծել բոլշևիկները։ Ներկայումս բացահայտված փաստաթղթերից պարզ է դառնում, որ համաշխարհային հեղափոխության մարմաճով մեկ միասնական ազգ ստեղծելու ծրագրերում նրանք հատուկ տեղ էին տալիս ազգային այբուբենների վերացմանը։ Դա վերաբերում էր նաև ռուսներին։ 1917-ի հոկտեմբերյան հեղաշրջումից անմիջապես հետո նոր իշխանությունների երրորդ ծրագրային փաստաթուղթը դեկրետ նոր ուղղագրություն մտցնելու մասին 1917 թվականի դեկտեմբերի հրովարտակն էր։ Պետք է ազգերին կտրել իրենց ավանդույթներից, մանավանդ գրավոր, այսինքն տևականորեն մշակված եւ ազգային առանձնահատկության հատկանիշ դարձած դրսևորումներից, արմատներից։ Ճշգրիտ հայտնի է, որ Աբեղյանը գիտնական մարդ լինելով 1913-ին զեկուցել էր գրերի գյուտի Հոբելյան եւ տպագրության սկզբնավորման Հոբելյանի առիթով եւ վերջին խոսքը նա էր, որ եթե որևէ փոփոխություն մեր ժողովրդի հատվածներին իրարից պետք է հեռացնի, ապա ավելի լավ է, որ չլինի այդ փոփոխությունը։ Բոլշևիկներն օգտագործեցին պատմաբան եւ գրականագետ Մանուկ Աբեղյանի փորձարարական առաջարկությունը։ Մինչդեռ իր ժամանակին նույն Մանուկ Աբեղյանը ասել է. Փոփոխություն իմ կարծիքով պետք է եւ կարելի է անել որոշ չափով։ Բայց եթե որևէ փոփոխություն պիտի վերացնի մեր ուղղագրության միությունը եւ մեր երկու գրական լեզուներն իրարուց ավելի հեռացնի, ավելի լավ է, որ չլինի։ Մանուկ Աբեղյան 1913 թվական։ Փաստերն ստիպում են ընդունել ազգային մտավորականներ Լևոն Խաչերյանի, Լևոն Միրիջանյանի, Կարեն Սիմոնյանի եւ մյուսների խորհրդային ուղղագրությունը խեղագրություն կոչելու մոտեցումը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը ուղղագրության նմանատիպ բարեփոխման մասին գրել է.
Տգետ գյադան հրապարակել է խելքին փչած ցանկապատային ուղղագրություն եւ պետք է հնազանդվել, պետք է գրել այնպես, ինչպես լակոտներն են գրում պատերի վրա։ Իշխանության հարց են տենում։ Մարդկանց խումբ, որոնք այդ օրենքները այդպես գրել են, իշխանություն ունենալու նրանց վրա, ովքեր պիտի սովորեն, եւ նրանց սխալները բռնելու, եւ ուղղելու, եւ արդեն ձեռքին մարդ ունեն։ Մինչև այդ չարաբաստիկ որոշումը ընդունելը մենք գոնե ունեինք երկու լեզու, որոնք միաձուլել հնարավոր չէ, եւ մեկ ուղղագրական դաշտ։ Ուղղագրության փոփոխությունը դա լեզվամտածողության նաև փոփոխություն էր։ Մեր բառերը ածանցներ դարձան, մեր մոտեցումը գրելու եւ կարդալու պիտի նույնականացվեր ռուսաց լեզվի հետ եւ բնական է, որ այսօր էլ մեր խոսակցականը շարադասությունը ավելի շատ ռուսական շարադասություն է, քան հայկական շարադասություն։ Հնչյունաբանության տեսանկյունից այսօրվա ուղղագրությունը աբսուրդ է։ Դա բոլոր տեսանկյուններից չի դիմանում որևէ արդարացման։ Այնպիսի փոփոխություններ կատարեց 22-ի հրաբարակված ուղղագրության մեջ, որ կտրուկ փոխում էր պատկերը, ون վյունը վերածվեց են երթարը գնում եւ դիասեր եւ այլն զարմանալի եւ սփյուռքը երբեք չընդունեց այդ ուղղագրությունը։ Նպատակը մեր այբբենը վերացնելն էր ասպարեզից։ Ինչի համար, որովհետեւ ասում էին այս այբբենը ստեղծել են եկեղեցականները։ Նպատակը դա էր, որ սովետական միության բոլոր ժողովուրդները աստիճանաբար բառապաշարի եւ այբբենի նույնականացումը պետք է միալեզու լինեին։ Մյուս կողմից ազգային մշակույթից խորտացնելուց եւ հեռացնելուց հետո պետք է հեռացնել նաեւ ազգի մյուս կեսից, որ սովետական միության սահմաններից դուրս էին։ Ամբողջ սփյուռքահայությանը Ուղղագրության նկատմամբ վերաբերմունքը 20-ական թվականներից հետո դա կարելի է համարել ընդհանրապես ոտնձգություն հայոց լեզվի նկատմամբ։ Ուղղագրությունը բերեց հերթական անգամ հայ ժողովրդի ներքին պարակտման եւ փոշիացման։ Խորհրդային տարիներին հատուկ մտածված քաղաքականության հետևանքով է արվել, այլապես բարեփոխում անվան տակ չէր կատարվի չարեփոխում իսկապես, եւ այն ուղղագրական ռեֆորմը, որ մեր հայագիտության գիգանտի ձեռքով ստիպեցին անել, խոսքս Մանուկ Աբեղյանի մասին է, իսկապես չարիք դարձավ մեր ժողովրդի համար։ 20-րդ դարի սկիզբը մեծ կորուստների ժամանակաշրջան էր հայ ժողովրդի համար։ Ցեղասպանություն, տարածքների կորուստ, հուշարձանների կորուստ, նյութական հնարավորությունների կորուստ եւ իհարկե ծանր հարվածներ մեր բարոյականությանը, հոգեբանությանը, ազգային մտածելակերպին։ Այդ վերջինի շարքում շատ ծանր հարված էր իհարկե Մեսրոպյան ուղղագրությունից հրաժարվելը, որ պարտադրվեց Հայաստանի բոլշևիկյան իշխանությունների կողմից։ Ազգերի դեմ ուղղված իրենց ռազմավարական դավադրությունում բոլշևիկները տեղական հլու հնազանդ կամակատարներ ունեին։ Պողոս Մակինցյան անունով մի բոլշևիկ պատասխանատու 1924 թվականին գրում է. Պետք է արխիվ նետել Սահակ Մեսրոպյան անկյունավոր, տգեղ եւ աչքերի համար վնասակար այբուբենը։ Այսպեսի մտայնությամբ էին ասպարեզիչել այն մարդիկ, որ իբրև թե ձգտում էին բարեփոխումների, իհարկե ճակերտավոր բարեփոխումների։ Տխուրը այն է, որ այսօր դեռ կան մարդիկ, որ փորձում են այլևայլ գիտական, մարդասիրական, հայասիրական բացատրություններ տալ երևույթին։ Կրեմլի խիստ գաղտնի պահվող, սակայն հետագայում գաղտնազերծված այն ժամանակ օրենքի ուժ ունեցող գործնական առաջարկություններ նոր այբուբենի եւ լեզվաշինարարության մասին հանձնարարականում կարդում ենք։ Հաստատել այնպիսի կարգ, որ այսուհետև բոլոր այբուբենները, ուղղագրական տեղեկատուները եւ քերականությունը, նույնպես եւ դրանց մեջ կատարվող ամեն մի փոփոխություն ընդունելի լինեն եւ օգտագործման հանձնարարվեն ոչ այլ կերպ,
քան Սովետական միության կենտգորսկոմի ազգությունների խորհրդի նախագահության հատուկ որոշումով միայն։ Լեզվի և գրի կենտրոնական ինստիտուտին կից ստեղծել դասընթացներ լեզվաբաններ նախապատրաստելու նպատակով։ Հենց առաջին պահից մեր ուշադրությունը գրավում է այն հանգամանքը, որ կոմունիստական կուսակցության բարձր ղեկավարության որոշմամբ հատուկ դասընթացներ են նախատեսվում լեզվաբանների համար։ Թող իրենք կուսակցական աշխատողների համար հատուկ դասընթացներ նախատեսեին, բայց երբ լեզվաբաններ են պատրաստում, ակնհայտ է, որ այդ լեզվաբանների կոչումը պետք է լիներ ոչ թե զբաղվել իրական ճշմարիտ լեզվագիտությամբ, որպես գիտություն, այլ կոմունիստական դավադիր քաղաքականությունը ազգերի նկատմամբ կյանքի կոչելու ուղղված գործունեություն։ Եվ նրանք էին, որ որպես մասնագետ հանդես գալով եւ չարաշահելով իրենց այսպես կոչված մասնագետի դերը, տեղն ու դիրքը, լրացնում էին բառի անուղղակի եւ իսկական իմաստով բոլոր ընդդիմախոսներին։ Պարույր Սևակի սպանության առանձնապատճառները դեռևս բացահայտված չեն, սակայն հայտնի է, որ նա հայ ազգային կյանքի կարևորագույն խնդիրներից մեկն էր համարում ազգային միասնական ուղղագրության վերականգնումը։ Մեկ միասնական ուղղագրության հարցի մասին ես արդեն քանի տարի նստեմ թե կանգնեմ, այդ նույնն եմ բոռում։ Առիթ բաց չեմ թողնում ասելու, որ մեր սխալաշատ գործնեության մեջ ամենամեծ սխալը Սևանա լճի խնդրից էլ ավելի վտանգավոր քայլը եղել է մեր ուղղագրության բարեփոխումը։ Պարույր Սևակ, 28 փետրվարի 1969 թվական։ 1500 տարի առաջ մեր այբուբենն ու ազգային ուղղագրությունը կյանքի են կոչվել հայ աշխարհիկ եւ հոգեվոր առաջնորդների, Վռամշապու արքայի եւ Սահակ կաթողիկոսի բարձր հովանավորությամբ եւ ազգային նվիրյալ Մեսրոպ Մաշտոցի ջանքերով։ Այս նոր կոչված ուղղագրությունը բոլշևիկյան բռնապետության ճիրաններում հայտնված հայության հատվածին պարտադրեց թուրքերի հետ համատեղ Հայաստանը նվաճած օտար իշխանությունների թելադրանքով։ Պատմական աղբյուրները վկայում են, որ աբեղյանական հորջորջված փոփոխությունների դեմ են եղել Հովհաննես Թումանյանը, Հրաչյա Աճառյանը, Ստեփան Մալխասյանցը եւ ընդհանրապես ժամանակի գրեթե բոլոր հայ մտավորականները։ Հովհաննես Թումանյանի խոսքերը մեկնաբանություն չեն պահանջում։ Ես որպես հայ գրող եւ հայ գրողների միության նախագահ գալիս եմ հայտնելու իմ զարմանքը եւ բողոքելու այն վերաբերմունքի դեմ, որ ունեցել է Հայաստանի լույս ժողկոմը այս կարևոր խնդրում։ Պարոն Մանուկ Աբեղյանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ։ Շատ լավ, բայց Հայաստանի լույս ժողկոմը որտեղից է իմացել, թե եւ Աբեղյանը եւ ինքը լույս ժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ առանց քննության ենթարկելու առաջարկը հրամանագրում է ընդունել եւ միայն դրանով գրել ու տպագրել։ Պարոն Աբեղյանի առաջարկը ընդունելի է թե չէ, դա դեռ քննելիք խնդիր է։ Հետևաբար լույս ժողկոմի հրամանը անընդունելի է։ Եվ եթե այսպես է, ապա նրան լույս ժողկոմին մնում է ուղղել իր արած սխալը, ետ վերցնել իր արած կարգադրությունը, խնդիրը համարել բաց եւ դնել քննության։ Հովհաննես Թումանյան, 1922 թվական մայիսի 17։ Բոլշևիկներն իրենց գործերը գլուխ էին բերում միայն ահաբեկումներով։ Թերևս պատահական չէ, որ Հովհաննես Թումանյանը մահացավ այս տեսակետն արտահայտելուց 10 ամիս անց, 1923 թվականի մարտի 23-ին։ Անցյալ դարի 40-ական թվականներին զավեշտալի հանգամանքներում հայ մարդկանց հաջողվում է զգալիորեն վերադարձ կատարել դեպի դասական միասնական ուղղագրություն, վերականգնվում են Է և Օ տառերը։ Պատմում են, որ Հայաստան այցելած Անաստաս Միկոյանը ամենուր հանդիպում է կետցե մարտի 8-ը կանանց միջազգային որը պաստառների։ Դասական ազգային ուղղագրությամբ կրթություն ստացած կոմունիստական բարձր պաշտոնյան հարցնում է. Ինչ է նշանակում կանանց միջազգային որը։ Տեղական դրածոներն ընկեր Միկոյանին հպարտությամբ ներկայացնում են իրենց նորամուծությունը։ Զարմացած կամ այդպես ներկայացող Անաստաս Միկոյանը հաստատակամորեն շարունակում է. Օրը գրվում է Օյով։ Բարձրաստիճան ղեկավարի հայացքն անգամ տեղական ստրկամիտների համար առաջնորդող հրաման էր, ուր մնաց խոսքը։ Այդպես Անաստաս Միկոյանի հպանցիկ արտահայտած վերաբերմունքի շնորհիվ սովետական ուղղագրության մեջ վերականգնվում են Օ և Է տառերը։
Կառավարության որոշումների եւ կարգադրությունների ժողովածու։ Հայկական այբուբենի եւ գրության մեջ է եւ օ տառերը վերականգնելու մասին։ Վերականգնել հայկական այբուբենի ու գրության մեջ է եւ օ տառերը որպես 1922 թվին սխալ հանված։ Սկսվում է ազգային դասական ուղղագրության վերականգնումը, սակայն քանի որ հայ ժողովուրդը պետականություն չուներ, գործը ավարտին չի հասնում։ Պետականության վերականգնումից հետո Հայաստանի իշխանություններն արտահայտում են իրենց դրական վերաբերմունքը միասնական ուղղագրության վերաբերյալ։ Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում ասված է. Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայրենի ուղղագրության միասնականացմանը։ Միասնական ուղղագրության վերականգնումն ավարտին հասցնելու ուղղությամբ կատարված գործնական քայլը զուտ խորհրդանշական էր։ Սակայն ժամանակի ընթացքում կրկին դրության տեր դարձած ապազգային տարը, ոչ առանց մասնագետ լեզվաբանների ճնշման, հրաժարվեց նույնիսկ խորհրդանշական քայլից։ Արևմտահայ հատվածը չգիտի արևելահայ մշակույթը, արևելահայ հատվածը վատ գիտի արևմտահայ մշակույթը։ Եվ այս հատվածայնությունը ուժասպառ է անում մեր ժողովրդին։ Եվ ճիշտ հակառակը ավելի ուժեղ կլիներ մեր ժողովուրդը, եթե հաղորդակցվեր երկու մշակույթներին էլ եւ բացի դրանից երկու արտվածներն էլ կարողանային ամուր կապ ունենալ գրափարով գրված մշակույթի հետ, որը Մաշտոցից սկսված մշակույթն է եւ այդ մշակույթը երևակայություն զարգացներ մտածողությունը եւ լուծումներ գային բազմաթիվ հարցերի։ Մի ամբողջ սերունդ կորցրել ենք, սա ծառտնգելու նման է, այսինքն եթե ուզում ես անդար, ծառ կտնկես 20 տարի առաջ։ Չես մտածում այսօր անդար ենք ուզում, հենց հիմա պիտի ծառ տնկենք անդար ունենանք։ Նույնը այսինքն լեզվի մեջ։ Որևէ լեզվի հարստություն նախ եւ առաջ տվյալ լեզվի բառարմատների հարստությունն է։ Դոկտոր պրոֆեսոր Լևոն Խաչերյանը պարզել է, որ նույնիսկ 40-ական թվականներին մասնակիորեն դասական ուղղագրությանը վերադառնալուց հետո 20-ական թվականներին կատարած փոփոխությունների հետևանքով հայոց լեզվի բառարմատների թիվը զգալիորեն կրճատվել է։ Այսինքն բառացիորեն ոչնչացվել են հայերենի բազում բառարմատներ։ Սովետական ուղղագրությամբ կարդալիս չես հասկանում։ Ռազմավար ինչ է նշանակում՝ ռազմի ավար, թե ռազմի մասնագետ։ Իսկ դասականով գրելիս ռազմի ավարը կգրվեր վյունով՝ ռազմավար, իսկ ռազմը վարելու գործին վերաբերող բառը ռազմավար։ Սեր գործող ուղղագրությամբ եւ զգացմունք արտահայտող սեր արմատն է եւ կաթի սերը։ Հանգել բառի հանգ բառարմատը դասականով հանգ արմատն է, հանգեցնել, մարել իմաստով, եւ հանգը հանգել, եզրակացնել իմաստով։ Հետը ետ արմատն է, դեպի ետ, եւ միասին բառին համարժեք հետ արմատն է, ընկերոջ հետ։ Գյուղագետ գրելիս գետ արմատը դասականով նշանակում է գյուղի գետ, իսկ գյուղական կյանքի մասնագետը գրվում է գյուղագետ։ Գործող ուղղագրությամբ հոտ գրելիս չգիտես ոչխարի հոտի մասին է խոսքը, թե ծաղիկների բույրի հոտի մասին։ Հայոց լեզվի արմատական բառարանի վրա աշխատող Հրաչյա Աճարյանը անհնարին համարեց նոր ուղղագրությամբ այդ գործի իրականացումը եւ բռնադատվելով հանդերձ իրավունք ստացավ հայոց լեզվի արմատական բառարանը գրել դասական ուղղագրությամբ։ Նույն կերպ վարվեց հայոց լեզվի բացատրական բառարան կազմող Մալխասյանցը։ Բոլորը խոստովանում են, որ անցնելուց հետո իրենք նախկին ուղղագրությանը չեն կարողանում վերադառնալ, որովհետև դասականի մեջ իրենք տեսնում են որոշակի հոգեղեն սկզբունքներ, որոնք հոգեհարազատ են իրենց ներքին հոգեկերտվածքին, իրենց ազգային եւ հոգեվոր նկարագրին։ Դասական ուղղագրության իմացողը անմիջական օրեն հասկանում է լեզվի կառուցվածքը ավելի խորը եւ ավելի հարազատ ձևով, քան սովետական ուղղագրության օգտագործողը։ Դասական ուղղագրության վերականգնումը շատ կարևոր խնդիր է, շատ կարևոր, որովհետեւ մենք դրանով վերականգնում ենք անցյալի հետ կապող այդ հոգեղեն սկզբունքները, մեր պատմական սիմվոլիզմին ենք վերադառնում։ Հավատացեք, եթե այսօր մարդը գրում է այնպես, ինչպես գրել է Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում, դա շատ կարևոր է,
որովհետև այդ գրելաձևի մեջ դարեր շարունակ, այդ գրելաձևի սիմվոլիկ տարածքի մեջ դարեր շարունակ ներդրում է կատարել ժողովուրդը։ Հայության հակառակորդները զանգվածաբար ստեր են տարածում միասնական ուղղագրության վերականգնման գործն ավարտին հասցնելու գաղափարի դեմ։ Դա հիմնականում անում են կոմունիստական բռնապետության տարիներին գիտական աստիճան ստացած իրենց գործակալների միջոցով։ Նրանց խաբեությունների թիվը տասնյակների է հասնում, սակայն մենք հարկ ենք համարում խոսել դրանցից մի քանիսի մասին միայն։ Սուտ առաջին։ Մեզ ստիպում են անցնել գրափարի։ Խեղճ Խաչատուր Աբովյանը այդքան պայքարեց գրափարի դեմ, հիմա ուզում են նորից գրափար սովորենք։ Սկսենք նրանից, որ Խաչատուր Աբովյանը հիմնականում գրել է գրաբարով։ Քանաքեռի բարբառով գրած իր Վերք Հայաստանի ողբ հայրենասերի գործը ասպարեզ է բերել նույն գրաբարյան, այն է խնդրո առարկա դասական ուղղագրությամբ։ Ցավոք անգամ մտավորականների մեծ մասը այսօր չեն տարբերում ուղղագրությունը լեզվից, այսինքն դասական ուղղագրություն ասելով նրանք հաճախ շփոթում են դա գրաբարի կամ արևմտահայերենի հետ։ Դասական ուղղագրությամբ գրել են ոչ միայն Դանիել Վարուժյանը, Սիամանթոն, Հակոբ Պարոնյանը, Գրիգոր Զոհրաբը, Տիգրան Կամսարականը, Շահան Շահնուրը եւ ուրիշներ, արևմտահայ եղանակներ։ Դասական ուղղագրությամբ առաջնորդվել են նաև արևելահայ գրողները՝ Խաչատուր Աբովյանը, Եղիշեկ Չարենցը, Նարդոսը, Մուրացանը, Հովանես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Վահան Տերյանը եւ այսպես շարունակ։ Զարմանում ենք ինչի այսօր մենք չենք ծնում Չարենցներ, Տերյաններ, Թումանյաններ, որտեղ նրանք լեզուն սովորել են սկզբնաղբյուրներով, հաղորդ են եղել հոգեղեն ակունքներին լեզվի։ Իսկ այսօր մենք մեր երեխաներին կտրում ենք այդ հնարավորությունից, իսկ դրա իրավունքը ով է մեզ տվել։ Սուտ երկրորդ։ Դասական մեսրոպյան ուղղագրությունը սփյուռքահայերի, արևմտահայերենի ուղղագրությունն է։ Իրականությունն այն է, որ դասական ուղղագրությունը հավասարապես ծառայել է հայերենի բոլոր 4 գրական լեզուներին։ Այդ ուղղագրությամբ են գրել թե արևելահայերը, թե արևմտահայերը։ Պարսկահայերը, որ արևմտահայեր չեն, առ այսօր գրում են դասական ուղղագրությամբ։ Միլիոնավոր տպաքանակներով լույս տեսած Աստվածաշունչը աննշան բացառությամբ եւ գրաբար, եւ արևմտահայերեն, եւ արևելահայերեն տպագրվել է ազգային դասական ուղղագրությամբ։ Երբ որ խոսում ենք դասական ուղղագրության մասին, առաջինը պետք է ճշգրիտ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Սա ոչ գրաբարի մասին է, որը լեզու է, ոչ էլ արևմտահայերենի մասին է։ Սա գրելաձևի մասին է, որը վերաբերվում է եւ որը կարող է կիրառվի եւ արևելահայերենի համար, եւ արևմտահայերենի համար, եւ գրաբարի համար։ Սուտ երրորդ։ Վերադարձը միասնական ուղղագրության կապված է մեծ ծախսերի հետ։ Երբ փորձում են ասել, որ ֆինանսական մեծ խնդիրներ կառաջացնի, դա նկատի ունեն իբրև թե այսօրվա ուղղագրությամբ հրատարակված բոլոր մեր գրքերը պիտի փոխենք այս պահի նոր ուղղագրությամբ, դրա անհրաժեշտությունը չկա։ Ճշմարտությունն այն է, որ միասնական ուղղագրությանն աստիճանական անցնելու դեպքում ընդհանրապես հավելյալ ծախսեր չեն առաջանում։ Այլ է խնդիրը, եթե նպատակադրվենք 1 ամսվա ընթացքում անցնել դասականի եւ արգելեինք գործող ուղղագրությունը։ Առանց հատուկ անհրաժեշտության ոչ մի գիրք չի վերահրատարակվելու, սակայն պետականորեն որոշումն ընդունելուց հետո նոր ասպարեզ եկող բոլոր գրքերն ու պարբերականները համակարգչային արդեն արկա ծրագրերի օգնությամբ նույն ծախսերով տպագրելու են դասական ուղղագրությամբ։ Մեր միասնական ուղղագրության վերջնական վերականգնումը կարելի է առանց առանձնահատուկ ճիգերի իրականացնել 1-ից 3 տարիների ընթացքում։ Ծրագիրը մեծապես կհեշտացնի ավանդական ուղղագրության օգտագործման եւ տարածման աշխատանքը։ Եթե մինչեւ ավանդական տեքստը պատրաստելը համարվում է դժվարություն, ապա այժմ մեզ թվում է, որ խոչընդոտ չկա, համենայն դեպս մեր տեղը, եթե մենք չկարողանանք էլ համակարգիչը կանի այդ աշխատանքը։ Սուտ 4. Դասականով գրելիս, քանի որ ձայնավորով ավարտվող բառերի վերջում գրվում է հի տառը, գրավոր նյութի տառերի թիվն ավելանում է, լրացուցիչ էջեր են ավելանում,
իսկ մեծ տպաքանակների դեպքում լրացուցիչ ծախսեր են առաջանում։ Ստուգումներն ու համեմատությունները ցույց են տվել, որ տառերի թիվը դասական ուղղագրության անցնելիս չի փոփոխվում։ Ճիշտ է, ձայնավորով ավարտվող բառերի վերջում գրվում է հի տառը, օրինակ ներկա, առարկա։ Սակայն այդ հին սովետական ուղղագրության դեպքում նույնպես գրվում է առարկայի, առարկայից, առարկայում, առարկայով, առարկային, առարկայական։ Ակնհայտ չէ, որ եթե տասնյակ անգամներ լսվում եւ գրվում է հին, ուրեմն բառարմատում կա։ Ավելացնենք նաև այն, որ դասականում սովորաբար բաղաձայներից հետո վ լսելիս գրում ենք ո եւ վյուն։ Դասականի անազնիվ հակառակորդները, սակայն, չեն նշում, որ հաճախ հանդիպող թյուն վերջածանցը թյուն դառնալիս կամ ուй տառակապակցությունը ուй դառնալիս տառերի թիվ է պակասում։ Ընկերություն, միություն, բույս, լույս։ Սուտ 5-րդ Խորհրդային ուղղագրությունը լավն է, քանի որ ամեն հնչյունի մեկ տառ է համապատասխանում։ Մի կողմ թողնելով գիտական շրջանակներին հայտնի այն իրողությունը, որ աշխարհի բոլոր լեզուներում հնչյունների թիվը շատ ավելին է, քան տառերի թիվն ընդհանրապես, հիշենք, որ դեռ դպրոցական տարիներին մեզ սովորեցրել են լսում ենք თ, գրում ենք դ, վարդ, մարդ, կարդալ, կամ լսում ենք չ, գրում ենք ջ, առաջին, արջ, առողջ, կամ լսում ենք փ, գրում ենք բ, սրբել, հարբել, երբ եւ այլն։ Եվ ով ասաց, որ լեզուն շահեկան վիճակում է այդպիսի տառահնչյունային համապատասխանության դեպքում։ Ֆրանսիացիները երբեմն 5 տառ են գրում մեկ հնչյուն արտահայտելու համար։ Իսկ անգլերենի բառարաններն առանց հնչյունապատկերի բառ անգամ չեն մատուցում։ Այն, որ սովետական ուղղագրությամբ ամեն հնչյունին մեկ տառ չի համապատասխանում, ակնհայտ է հազարավոր օրինակներից, բայց ներկայացնենք մեկը՝ երեկո բառը։ Եթե առաջին եւ երրորդ տառի հնչյունն է են եւ վերջին տառին ո-ն, ապա բառը պետք է կարդացվի եր-եկ-ո։ Եթե առաջին եւ երրորդ տառը արտահայտում է այլ հնչյուն է, ապա բառը պետք է հնչի որպես երեկո։ Եվ վերջապես, եթե հայերենում ամեն հնչյունին մեկ տառ է համապատասխանում, ապա այս գրելաձևում ինչ գործ ունի Եվը։ Իրեն գրագետ համարող մարդը մատյան բառ չէր ասի, մատյան պետք է ասեր, ու մնացել էր, որ դրա հետևությամբ մատենադարան ասելու փոխարեն մատյանադարան ասեինք։ Երբ որ մենք երեխային ստիպում ենք, որ ինքը գրի, ասենք, գեղեցկություն, թե ය, նա պիտի արտասանի հետագայում գեղեցկություն։ Այնպես որ իզուր են մեղադրում այսօր մարդկանց, որ գիտեք ինչ բավական է ցն ասել, գեղեցկություն, մարդկություն, հասկացողություն։ Նա ասում է այդպես, որովհետև նա իր ամբողջ կյանքը թեից հետո գրել է ය։ Սուտ 6-րդ Ազգային դասական ուղղագրությունը վերականգնելու դեպքում մենք ազգովի կանգրագիտանանք։ Ադրբեջանը, Մոլդովան եւ Տաջիկստանը անկախանալուց հետո իրենց ոչ միայն ուղղագրություն, այլ ամբողջ գրային համակարգը փոխեցին։ Ասենք Մոլդովան եւ Ադրբեջանը ռուսատար այբուբենը փոխարինեցին լատինատար այբուբենով, իսկ Տաջիկստանում ռուսատարը փոխարինեցին արաբատարով։ Մենք մեր միասնական ուղղագրության վերականգնումն ավարտին հասցնելու համար նոր տառատեսակի չենք անցնելու, այլ յուրացնելու ենք մեզ մեր արմատներին մերձեցնող, հայոց լեզվի հարյուրավոր մոռացվող բառարմատները վերակենդանացնող դասական ուղղագրությունը։ Սովորելու ենք 2-3 տասնյակ կանոններ եւ հիշելու ենք մոտ 100 բառերի գրելաձև։ Բայց չէ որ անգլերեն եւ ռուսերեն սովորելիս մենք հազարավոր բառերի ճիշտ գրելաձև ենք սովորում։ Սա գրելու մասին։ Ինչ վերաբերում է ընթերցանությանը, ապա այստեղ ոչ մի խնդիր չունենք։ Տարական գրագիտության դեր մարդիկ դասականով գրված նյութերը, օրինակ Աստվածաշունչը, կարդում են եւ հասկանում առանց դժվարության։ Ես չեմ կարող հասկանալ հայախոս միջավայրում, երբ որ ասում են դպրոցական ամբողջ համակարգը, բուհերը եւ այլն չեն կարող սովորեցնել դասական ուղղագրությունը։ Անգրագետ դառնալու մասին խոսող մտավորականների կենսագրության մեջ խորանալով, մենք տեսնում ենք, որ նրանք հատուկ դասընթացներով իրենց գիտելիքները խորացրած մարդկանցից են։ Սուտ 7-րդ
Ազգային միասնական ուղղագրության վերականգնումը շատ դժվար գործ է։ Շատ լավ է աշխատել սովետական ռոպագանդան, դասական ուղղագրության դեմ։ Եվ արդեն համոզել ենք մենք մեզ, որ դժվար է։ Մի քանի ժամում անգամ կարելի է այդ կանոններին ծանոթանալ եւ գոնե ընթերցելիս իմանալ այդ կանոնները եւ հանգիստ օգտվել։ Բոլորովին անհիմն են բոլոր նրանց հայտարարությունները, թե իբր սա ժամանակավրեպ հարց է, կգնացել է, էլ ինչ իմաստ ունի։ Սա սխալ է։ Երբեք ճշմարիտ ճշգրիտ քայլ կատարելը երբեք ուշ չէ։ Մենք վերադառնում ենք մեր ակունքներին, մեր հիմնական մտածողության համակարգին եւ դա շատ ավելի շուտ կմարսվի մեր երեխայի կողմից, մեր մտավորականի կողմից, քան այս մեզ պարտադրված ուղղագրությունը։ Այնպես որ այստեղ ֆինանսների եւ դժվարությունների հետ կապել կարծում եմ միայն պատրվակ է։ 5-րդ դարում, երբ ստեղծվեց կամ վերաստեղծվեց մեր Այբուբենը եւ զրոյական վիճակից գրագիտացավ մի ողջ ժողովուրդ, Հայաստանի տարածքը 10 անգամ ավելի մեծ էր, իսկ տեխնիկական հնարավորություններ գրեթե չկային։ Ոչ տպագիր գիրք կար, ոչ համացանց, ոչ էլ հեռուստատեսություն։ Էլ չեմ խոսում կրթական համակարգի մասին։ Այսօր այս պայմաններում, երբ մենք ունենք ելակետային հզոր հնարավորություններ եւ Հայաստանն էլ 10 անգամ ավելի փոքր է, միթե ծիծաղելի չէ խոսել դժվարությունների մասին։ Դասական ուղղագրության անցնելը չափազանց դյուրին է, չափազանց։ Ընդամենը մեկ թերթ կանոն եւ բառ է պետք սովորել։ Մեկ թերթ հանուն քո պատմության, հանուն քո անցյալի, հանուն քո ժողովրդի, մեկ թերթի մասին է գնում խոսքը եւ մենք հրատարակել ենք։ Գիտեք, նույնիսկ ամոթ է դրա մասին խոսելը։ Մարդիկ կարծում են, չգիտեմ ինչ հեղաշրջումային փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Ոչ, մեկ թերթ պետք է սովորենք։ Օտար լեզուներ սովորելու համար հաստափոր գրքեր են կուլ տալիս։ Մեր նախնիած շունչին հաղորդ լինելու համար մենք չենք ուզում մեկ թերթ սովորել։ Միջին գրագիտության տեր անհատը ընդամենը 2 շաբաթում կարող է տիրապետել միասնական ուղղագրության կանոններին։ Միթե դժվար է հիշել, որ բառամիջում սովորաբար գրվում է «է», երբ այդ բառը փոփոխության ենթարկելիս «են» դառնում է «ինի», օրինակ «սեր», «սիրել», «սիրո», «օրենք», «օրինաստեղծ», «օրինական», «տեր», «տիրոջ», «տիրամայր»։ Եվ «ե» գրվում, երբ փոփոխության դեպքում էլ մնում է «ե», օրինակ «սեր», «սերի», «գետ», «գետի», բայց «գետ», «գիտուն»։ Մեկ այլ կանոն՝ «յու» լսելիս պետք է գրել «ինի», «վյուն», «հյուր», «հարյուր», «ընկերություն», կամ «ույ» լսելիս գրում ենք «ո», «հի», օրինակ «հույս», «կույս», «լույս», կամ ահա այս կանոնը. «ա» եւ «ո» ձայնավորով ավարտվող բառերի վերջում գրվում է ուղղական հոլովում չլսվող «հի» տառը, օրինակ ներկա, ապագա, առարկա, հետո, երեկո։ Բացառություն են կազմում մի քանի բառեր։ Կամ արդյոք դժվար է հիշել, որ բառավերջում մշտապես գրվում է «է», չէ՞ որ մենք հեշտությամբ հիշում ենք ռուսերենում Կարինե, Գայանե եւ նման անունները գրելիս բառավերջում գրվող ռուսական «ե»-ի փոխարեն «է» ենք գրում։ Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ անհրաժեշտ մի քանի տասնյակ կանոններից 5-ին մենք այս պահին ծանոթացանք ընդամենը 1 րոպեում։ Եվս մեկ հանգամանք. ազգային միասնական ուղղագրության վերականգնման կողմնակիցների մի մասը այդ ուղղագրությունը կոչում է մեսրոպյան, մյուս մասը դասական եւ ոմանք էլ ազգային ավանդական։ Չարաշահելով այս իրողությունը, ազգային արմատներին վերադառնալու հակառակորդներն ասում են. Դասական ուղղագրությունը մեսրոպյան ուղղագրությունը չէ։ Մեսրոպ Մաշտոցի ժամանակ չկային «օ» եւ «ֆ» տառերը։ Ճիշտ է, որ «օ» եւ «ֆ» տառերը ավելացվել են Մեսրոպ Մաշտոցից մի քանի հարյուրամյակ անց, սակայն ճիշտ է նաեւ այն, որ դրանք էական փոփոխություններ չեն առաջացրել մեր ուղղագրությունում։ Այսօր էլ «օ» տառի փոխարեն «այբ», «վյուն» գրողներ կան։ Օրինակ Պողոս գրելով ավելի ակնհայտ է դառնում նրա կապը Պավել կամ Փոլ անունների հետ։ Այլ խոսքով, Մեսրոպ Մաշտոցի ժամանակների ուղղագրությամբ տառացիորեն գրելու համար պետք է ընդամենը դասականում հանդիպող բոլոր «օ» տառերի փոխարեն գրել «այբ», «վյուն»։ Օրինակ խոսք, օր բառերը։ «Ֆ» տառի առումով նշենք, որ այն համատարած չի գրավել փյուրի տեղը։ Օրինակ մենք գրում ենք ֆիզիկա ֆիզիկայի փոխարեն, սակայն ամենևին վատ չենք զգում ֆիլոսոֆի փոխարեն փիլիսոփա կամ Ստեփանի փոխարեն Ստեփան գրելիս։
Այս օրինակները ցույց են տալիս, որ սկզբունքային բանի մասին չէ խոսքը, եւ միասնական ուղղագրության վերականգնումից հետո կարելի է ընդհանուր հայտարարի գալ նաեւ այս հարցերում։ Բավարարվենք հայության հակառակորդների ստերի այս քանակի թվարկումով։ Դրանք օգնում են հասկանալու, որ ազգային միասնության կարևորագույն ազդակ հանդիսացող ազգային դասական ուղղագրության ճանապարհի գլխավոր խոչընդոտը ճակերտավոր լեզվագետների գործունեությունն է։ Երկրորդ գլխավոր պատճառը հասարակության անիրազեկությունն է։ Ցավոք որոշ դեպքերում էլ հայ ժողովրդի թշնամիների դաշնակիցն է դառնում մարդկային էությանը բնորոշ մեր ծուլությունը։ Եթե մենք մեր ազգային կարևորագույն արժեք հանդիսացող միասնական ուղղագրության հարցում հանդես բերեինք նույն հետևողականությունը, որը հանդես ենք բերել սկզբունքայնությունը, հետևողականությունը կոմունիստական բռնապետության մյուս պարտադրանքների նկատմամբ, միակուսակցական համակարգը փոխարինվեց բազմակուսակցական համակարգով, պետական տնտեսական մենաշնորհին եկավ փոխարինելու բազմակացութաձև տնտեսական համակարգը, հրաժարվեցինք հիմներքից, կեղծ զինանշանից ու դրոշից եւ վերականգնեցինք մեր ազգային հիմներքը, մեր հայրենիքը, պետական զինանշանը եւ ազգային պետական դրոշը եռագույնը։ Նույն հետևողականությունը մենք հանդես չբերեցինք մեր ուղղագրության հարցում։ Բայց այդ ամենից բացի կա մի հարց։ Մենք հայերս, որ այդքան խոսում ենք միասնության մասին, ազգային միաբանության կարևորության մասին, միթե չպետք է մի փոքր ճիգ գործադրենք, որպեսզի վերականգնենք մեր միասնությունը մեր հայրերի ու մեր եղբայրների հետ։ Գրաբարյան ձևակերպումների օգտագործումը հնուց է գալիս։ Օրինակ ներկայումս լայն տարածում ունեցող հայկական ազգանունների եան մասնիկը ըստ էության գրաբարի եզակի սեռական հոլովի վերջավորությունն է, ինչպես էանցը հոգնակի սեռականինը։ Ակնհայտ է Երևանյան գիշերներ, Երևանի գիշերներ արտահայտությունից։ Հին շիրմաքարերին գրվում էր, օրինակ Հակոբ Սիմոնյան Վարդանյանց, որ նշանակում է Վարդանանց տոհմի Սիմոնի որդի Հակոբ։ Սակայն խորհրդային խեղագրական կանոններով, մխրճվելով նաև գրաբարի եւ միջին հայերենի մեջ, հետին թվով նաև այնտեղ են փոփոխություններ կատարել։ Ոչ սակավաթիվ փոխառյալ անունները դասականով գրելիս անմիջապես զգում ես դրանց կապը մյուս ազգերում օգտագործվող անունների հետ։ Օրինակ Ժակ կամ Ջեք, կամ Յակովը եւ մեր Հակոբը, կամ Իվան, Յոխան, Ջոն, Ժան եւ մեր Հովանեսը։ Որոշ դեպքերում հայրենի տառապատկերը ավելի բովանդակալից է, քան մայր լեզուներում։ Օրինակ Սամուել, որը թարգմանաբար նշանակում է Աստծո անուն, կամ Մանուել։ Սեմիտական լեզուներում ալ, ալլահ, իսկ հայերենում մեկ է տառով արտահայտվող Աստծո խորհրդանիշ է տառն է։ Մեկ տառ, որ եւ տառ է, եւ բառ, այն էլ ինչ բառ։ Ասել, որ այս ուղղությամբ հասարակական շահագրգռվածություն չի դրսևորվել, արդար չի լինի։ Անհատ մտավորականներ, գիտնականներ, Հայաստանի Հանրապետության նախագահային առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը, ԱԻՄ համագումարները հետևողականորեն բարձրացրել են խնդիրը։ Դասական ուղղագրության վերականգնումն ավարտին հասցնելու գործի առաջնամարտիկ էր պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը, ով լինելով ՀՀՇ կողմից ընտրված պատգամավոր, թեև փորձեց նաև այդ լծակն օգտագործել, սակայն անարդյունք։ 1989 թվականին դասական ուղղագրությամբ էր հրապարակվում հայաստանյան ազատ մամուլի առաջնեկ «Անկախություն» շաբաթաթերթը։ Գլխավոր խմբագիր Ռաֆայել Համբարձումյան։ Հասկանալի չի ինչից են վախում։ Եթե սովետի ժամանակ այսպիսի բաներ էին անում, շարժվում էին ԿԳԲ-ի վրա։ Եվ ԿԳԲ-ից են վախում, բա հիմա ինչից են վախում։ Հայրիկյանը նշեց, որ անկախության 10-րդ տարում էլ ինքնորոշում միավորումը ժողովրդի համար կարևոր է համարում ընտրական համակարգի կատարելագործումը, երկքաղաքացիության խոչընդոտի հաղթահարումը, միասնական ուղղագրության խնդիրը։ Լուսինե Հարությունյան, Հայլուր։ Ավելին, նույնիսկ դատական գործ է հարուցել ԱԻՄ-ն ընդդեմ լեզվի տեսչության։ Լևոն Միրիջանյանի գլխավորած Հայ դպրություն ընկերությունը իր գործունեության կիզակետում էր պահում այս հարցը։ Եվ այսօր սիրելի Հայրիկյանը այնպիսի մի կարևոր պաշտպանություն պետք է հանդես բերի ուղղագրության խնդրին,
որ ես համարում եմ պարոն Հայրիկյան պատմական եւ ճակատագրական։ Դա վերջին հույսն է Մաշտոցյան ուղղագրության հաղթանակի, բայց կայուն հույս է։ Դասական ուղղագրության վերականգնման ճանապարհի նշանակալից քայլերից էր պատմաբան Ռաֆայել Համբարձումյանի նախաձեռնությամբ հայտնի գիտնականների ու մտավորականների, քաղաքական գործիչների ու բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ Մեսրոպյան ուղղագրության կողմնակիցներին միավորող ընկերակցության ստեղծումը։ 2006 թվականին ընկերակցության նախագահ է ընտրվում Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Այս ամենով հանդերձ ակնհայտ իրողություն է այն, որ Մեսրոպ Մաշտոցի հաջողության հիմնական գրավականը Վռամշապու արքայի եւ Սահակ կաթողիկոսի աջակցությունն էր։ Այս պատմական նախադեպն ընդգծում է, որ ազգային միասնական ուղղագրության վերականգնումն ավարտին հասցնելու գործը պետական առաքելություն է։ Հայոց պատմության հոլովույթում ամենահզոր քայլը ինձ համար դա Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրի ստեղծումն էր, որը հայ ժողովրդին մի նոր աստիճանի եւ նոր մակարդակի բարձրացրեց եւ մեր դարերը ոչ միայն հայերեն դարձրեց, այլ նաեւ գրավոր դարձրեց։ Եվ Մեսրոպ Մաշտոցը որպես սրբություն կարծում եմ պետք է պահենք, պահպանենք, մեծարենք, փոխանցենք սերնդից սերունդ, որտեղ նա ապրում է բոլորիս մեջ։ Եվ բնականաբար նա թողած ժառանգությունը, որպես հայեր մենք պարտավոր ենք ինչպես հարկն է շարունակել։ Ցավալի է, որ Մաշտոցյան ուղղագրության վերականգնման դեմ է լեզվաբանների մի մասը, եւ դժվար չէ նկատել, որ այդ մասը գլխավորապես այդ մասը չգիտի լեզուներ եւ օտար լեզուներ չիմանալով ուրեմն իրենց վերապահում են դատողություններ անել նաեւ մեր ուղղագրության վերաբերյալ։ Հարցը խիստ քաղաքականացված է, հետևաբար, քանի որ 22 թվին ինքը այդ ռեֆորմը ինքը խիստ քաղաքական բնույթ ուներ, ուրեմն հարցը քաղաքականացվեց եւ ելի պահանջում է քաղաքական լուծում։ Դասական ուղղագրությունը ոչ միայն սոսկ ուղղագրություն է, այլև կռում կոփում է մեր լեզվամտածողությունը։ Դասական ուղղագրությունը մեզ համար վերջին հաշվով ազգային արժեք է, այդ մասին մոռանում են։ Բացի այդ, դասական ուղղագրությունը մեզ համար հենց հիմա ցանկացած, ասենք, մասնագետի համար գիտական գործիք է եւ նաեւ չափանիշ։ Դա այսինքն կորուստ է մեր ազգի համար, որովհետեւ մենք կտրվում ենք մեր անցյալից, մեր քրական ժառանգությունից, որը պիտի լինի հարազատ վերջապես մանավանդ անկախ Հայաստանում։ Ողջույն չուտ չվախենա, որ ինքը կարծում է թե հա ես գրագետ եմ, հանգած վաղը կլինեմ անգրագետ։ Երջանկահիշատակ վեհապար հայրապետներ Վազգեն առաջինին եւ Գարեգին առաջինին չվիճակվեց տեսնել այս կարևոր ազգային նպատակի իրականացումը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կարծում է, որ առաջին հայ տպագիր գրքի 500-ամյակը կարող է լավ առիթ հանդիսանալ խնդրի լուծման ճանապարհին։ Ներկայիս անկախության պայմաններուն մեջ անհրաժեշտ է վերահաստատել փրթած կապը ազգի երկու հատվածներուն միջև, գործել դասական ուղղագրության վերականգնումին համար ուղիներ գտնելով, որովհետև դասական ուղղագրությամբ պիտի վերահաստատվի հայ ժողովրդի կապը իր արմատներուն հետ եւ իր աշխարհատարած ազգակիցներուն հետ։ Անհրաժեշտ է վերադառնալ դեպի ակունքները, փրկել լեզուն աղքատանալը եւ աղճատվել է։ Դոկտոր Հիլտա Գալֆայան Փանոսյան, 2 մարտի 2004 թվական Փարիզ։ Շարունակել պահպանել հայերենի երկբնույթ ուղղագրությունների աննորմալ եւ անբնական վիճակը այն վտանգավոր եւ ազգակործան ճանապարհն է տանում, որ վերջում անխուսափելիորեն կկազմավորեն երկու ազգեր, երկու տարբեր ուղղագրություններով։ Պատմությունը մեզ չի ների բնավ։ Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Խաչերյան։
Ռեաբիլիտացիայի ենթարկելով բռնաճնշումի զոհին, որ այս պարագային մեր ազգային մշակույթի հիմքերի հիմքն է, մենք ոչ թե փրկում ենք ամբաստանված Այբուբենն ու ուղղագրությունը, այլ ինքներս մեզ ենք փրկում։ Կարեն Սիմոնյան։ Ինչ է մեզ ճակատագրված է այսպես էլ շարունակել ապրել, չուղենք մեր սխալները, ի վերջո չհասնենք հավաքական հզոր պետության մակարդակին, ինչպես որ ժամանակին ունեցել ենք ավաղ շատ առաջ եւ կորցրել ենք։ Հрьяաները կարողացան եբրայերենը հին հնագույն իրենց օրդոդոքս լեզուն դարձնել պետական լեզու։ Ես չեմ ասում գրափարը վերականգնել, բայց դասական ուղղությունը պետք է վերականգնել։ Մենք երաժշտության մեջ պիտի բերենք Կոմիտաս, այսինքն մեր արևմտյան եւ արևելյան Հայաստանի հազարավոր տարիների պահպանված երաժշտությունը, մեր, որը իր անունով է ներկայանում, մեր լեզվի առումով պիտի բերենք մեր դասական ուղղագրությունը, որպեսզի դա ճանապարհ դառնա կապվելու մեր արմատները մեր նախահայրերի լեզվի հետ, գրափար, միջին հայերեն, որպեսզի մենք ունենանք ապագա։ Վերականգնելով մենք երկու տեսակի օգուտ կունենանք։ Մեր հին մշակույթը, գրական մշակույթը նկատի ունեմ, մեզ ավելի հասու կլինի։ Այսինքն մեզ համար դժվար չի լինի արդեն գրափար սովորած չլինելով, բարձ գրափար շարադրանքներ կարդալ եւ մոտավոր հասկանալ։ Ավելին, եթե հետո մտադրություն ունենանք գրափարի նվազագույն գիտելիքներով հանգիստ կկարողանանք 1-2 եւ մի օր նարեկացի կարդալ գրափարով հասկանալ։ Դասական ուղղագրության վերադարձը կօգներ, որ մենք մեր արևմտահայերին փրկեինք անցկությունից, մտքի, լեզվի, ապրելու, ինքնության անցկությունից։ Գոնե նախանձով նայենք մեր երկու հարևաններին, արևելքի եւ արևմուտքի, որոնք ժամանակի պահանջով ոչ միայն ուղղագրական ռեֆորմ կատարեցին, այլև փոխեցին ամբողջ Այբուբեն։ Երկրորդ կարևոր օգուտը կամ նվաճումը, պատեհությունը նա կլիներ, որ մեր եւ սփյուռքահայության կրթական մշակութային կյանքը կմիասնականանար։ Ճարտը չլիներ, այսինքն ցեղասպանությունը չլիներ։ Շատ բան հավանական է, որ այս դիրության մեջ կգտնվեր հայությունը։ Բաժանված, լեզուն կորցրած, դրողված տարբեր ձևերով։ Եվ մենք կարող ենք սա նկատենք որպես մեր քայլը վերականգնելու այնինչ որ խլվեց մեզնից ցեղասպանության պատճառով, որովհետև ցեղասպանությունը ոչ միայն մարմնական էր, այլ նաև մշակութային եւ շարունակական հետևանքներ ունի։ Կան գրքեր, որոնք Հայաստանում տարածվել են արտասովոր տպաքանակով 30,000 եւ մենք առ այսօր որևէ բողոք չունենք մարդկանցից, թե ինչու են այդ հրատարակությունները կատարվել դասական ուղղագրությամբ։ Ինչպես անազատ պայմաններում ծնված եւ մեծացած անձը չի կարող ըստ արժանվույն գնահատել ազատությունը, այդպես էլ դասական ուղղագրության խորախորհուրդ հմայքներին չեն կարող ծանոթ լինել դասական ուղղագրությունից չօգտվող մարդիկ։ Ես ինքս էլ սկզբում դեմ եմ եղել, որովհետև չեմ իմացել, չեմ զգացել այդ քաղցրությունը։ Ինչպես Եղիշեն հայոց լեզվի մասին ասում է, չէ, հայերենը համեղական է։ Ես այդ ուղղագրության համեղականությունը չէի զգացել։ Եվ ինքս էլ դեմ էի, եւ հիմա բոլորым դիմախոսներին հասկանում եմ, նրանք իմ այդ նախկին վիճակում են, բայց ես վստահ եմ մի օր չէ մի օր բոլորը կհանգեն, կհասկանան, կընկալեն եւ կգա այդ գեղեցիկ օրը, ես վստահ եմ։ Ազգային դասական ուղղագրությամբ են բարձ երևում բառերի արմատները, օրինակ հորինել բառը։ Խորհրդային ուղղագրությամբ թվում է, թե այդ բառի ներսում հոր արմատն է, հորինել, իսկ դասականով ի օրինել, հորինել, ի նաղդիժն է և օրենք արմատը, կամ հաջողություն բառում դասականով ակնհայտ են ի նաղդիժն ու աջ արմատը, իսկ խորհրդայինով անհասկանալի հաջ արմատն է։ 2009 թվականի հոկտեմբերի 30-ին համացանցի հիմնանունների և թվերի գրանցման գրասենյակը արտոնեց ոչ լատինատար անունների հիմնանունների գրանցում, այսինքն դոմեն նեյմերի գրանցում, որը միասնական ուղղագրության խնդիրը դարձրեց առավել օրակարգային, ճիշտ կլինի ասել հրատապ։ Ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները
դարակազմիկ նշանակությամբ կարելի է համեմատել միայն գրերի գյուտի հետ, քանի որ համակարգչայնացմամբ մարդու զարգացման ընթացքում կուտակված ամբողջ ինֆորմացիան համացանցի միջոցով հասանելի է դառնում ցանկացած մարդու ցանկացած պահի, ի տարբերություն հարահոս եւ թելադրող լրատվության։ Համակարգչային ծրագրերը անհամեմատ ավելի մեծ ճշտությամբ, այսինքն մեծ արդյունավետությամբ կարող են փնտրել, դասակարգել եւ թարգմանել դասական ուղղագրությամբ, քանի որ դասական ուղղագրությամբ լեզվի առանձնահատկությունները եւ բառակազմությունը առավելագույնս հասկանալի է եւ յետադարձ ուսումնասիրել է։ Հայալեզու ինֆորմացիան համացանց ներմուծելու, մեքենայական թարգմանելի դարձնելու, փնտրելի դարձնելու, ծավալուն աշխատանքի ամենամեծ խոչընդոտն այսօր միասնական ուղղագրության բացակայությունն է։ Միայն մեկ օրինակը բավական է ըմբռնելու, թե ինչպիսի մեծ դերակատարություն ունի դասական ուղղագրությունը հազարամյակների խորքից իմաստությունները մեզ փոխանցելու հարցում։ Հայության զգալի տոկոս են կազմում Հարություն անունը կամ Հարությունյան ազգանունը կրող մարդիկ։ Թիֆլիսահայերը այն արտասանում են Հարութին, պոլսահայերը Արթին, շատերը Հարություն։ Սակայն բոլորն էլ միակերպ են գրում Հարություն։ 100 հազարավոր Հարությունյաններից քանիսը գիտեն, որ իրենց անվան մեջ կա արարիչ նշանակող արմատը։ Խորհրդային ուղղագրությամբ հարը զուգորդություն է ստեղծում հարված բառի հար արմատի հետ, իսկ դասականով գրելիս հարը դա ի արն է, դեպի արարիչ ընթացքը, ինչպես իզեն, ի առաջ, դեպի առաջ, ձայնավորին նախորդող ուղղություն ցույց տվող նախդիրն դառնում է հի նախածանց, ի առաջ կոչը դառնում է հարաճ, նույն կերպ ի արը դեպի արարիչ դառնում է հար։ Ահա թե ինչ ելակետ ունեն հայերենում օգտագործվող վերակենդանացավ, հարիավ, դեպի արարիչը եղավ եւ ընդհանրապես հարություն բառերը։ Ազգային հարության հրամայականի նախաշեմին խորհրդանշական է այդ բառի ծագումնաբանական ըմբռնումը, ինչն էլ մեզ թելադրեց այս շարժանկարն անվանել Հարություն։ Մենք հավատում ենք, քանի դեռ պետականորեն այս խնդիրը լուծված չէ, բոլոր ճշմարիտ հայերն իրենց պարտքը կհամարեն տարածել այս շարժանկարը։ Թեկուզ վառնամ ու խենթանամ ես այս ցավից, ես հավատում եմ դրան, դեռ չի ջարցել արմատը մեր ծառի, և դեռ կտացի լեջ, որքան էլ մենք կորցնենք իրար, այս խելագար կյանքում, մեկ մեղեդի ծանոթ մի ձայն, մեզ կդարձնի, մեզ